Հարսնաձորի լեգենդը սերիալում շուտով նոր շունչ է զգացվելու։ Ստեղծագործական թիմը պատրաստվում է ներկայացնել նոր կերպար, որի հայտնվելը մեծապես փոխելու է պատմության ընթացքը եւ ամենակարևորը, այս նոր կերպարն ուղիղ կապ ունի Նարեի հետ։ Սակայն այդ կապի բնույթը դեռևս պատված է գաղտնիության մառախուղով։ Իսկ դիտողներն արդեն սկսում են տարբեր վարկածներ առաջ քաշել։ Սցենարից արտահոսող տեղեկությունները համառորեն մատնանշում են, որ այս մարդը նախկինում որևէ կերպ ներգրաված է եղել Նարեի ճակատագրում։ Նարեի անցյալում կա ինչ-որ մեկ, ով տարիներ առաջ անհետացել է թաքուն սիրո պատմություն, որ երբեք չի ավարտվել, թե ընտանիքի հետ կապված մի գաղտնի դրվագ, որը պատրաստ է բախման բերել ողջ իրադարձությունները։ Սերիալի ներսում խոսակցություններ կան, որ այս կերպարը կարող է լինել կարևոր բաց թողնված դետալ, որը ոչ միայն բացահայտելու է Նարեի անցյալի մի հատված, այլ նաև մեծապես ազդելու է նրա ներկայի վրա, հատկապես Հայկի և Վռամի հետ փոխհարաբերությունների։ Ստեղծագործական թիմը դեռ չի բացահայտում, ով է մարմնավորելու նոր կերպարը։ Բազմաթիվ անուններ են շրջանառվում, բայց պաշտոնական հաստատում չկա։ Հայտնի է միայն, որ ընտրությունը ծանրակշիռ է, սերիալում ներկայանալու է շատ ուժեղ դերային գիծ, որը երկար ժամանակ էկրանին է լինելու։ Ոչ մի հստակություն չկա, բայց երկրպագուների շրջանում արդեն կա երկու հիմնական վարկած։ Եթե կերպարը դրական լինի, ապա նա կարող է դառնալ Նարեի պաշտպանն ու աջակցող այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը ճգնաժամի մեջ է։ Վռամը ծանր վիճակում է, Սաքոյի մեղքերն աստիճանաբար բացահայտվում են, արտաքին վտանգներն ավելի են մոտենում ընտանիքին։ Նարեին միշտ պետք է մեկը, ում հետ նա կարող է խոսել ոչ որպես քույր, ոչ որպես հարս աղջիկ, այլ որպես կին, որը կորցրել է համբերության սահմանները։ Հնարավոր է նաև, որ կերպարը լինի բացասական, բայց ավելի հետաքրքիրն այն է, որ շատերը վստահ են նոր կերպարը լինելու է հենց այն մարդը, ով սերիալում կծնի նոր հակամարտություններ։ Նա կարող է իմանալ Սաքոյի գաղտնիքների մասին, կապ ունենալ Աշոտի սպանության հետ կամ էլ դառնալ նոր վտանգ Նարեի ու ընտանիքի համար։ Եթե կերպարը բացասական լինի, ապա սերիալում սպասվում է նոր մեծ ճգնաժամ, որը կբերի մի շարք անսպասելի բացահայտումների։ Ինչ սպասել առաջիկա սերիալներում։ Նոր կերպարի հայտնվելը մոտենում է, այդ մասին է վկայում հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է հայտնված լուսանկարը, որից պարզ է դառնում, որ նոր կերպարը երիտասարդ է և, ինչպես արդեն նշեցինք, կապ ունի Նարեի հետ։ Նարեն նրան ճանաչում է, որովհետև նա ձեռքերով փակել է Նարեի աչքերը, իսկ դա նշանակում է, որ նրանք բավական մտերմիկ հարաբերություններ ունեն։ Նրա ու Նարեի տեսարանը լինելու է բավական հզոր և սյուժետային, շրջադարձային։ Դիտողներին խոստացվում է մի դրվագ, որը կփոխի ամբողջ սերիալի տրամաբանությունը, իսկ նրա անձը և դերասանի անունը դեռ պահվում են գաղտնի։ Ելենա Արշակյանի նախագծերում դերասանների ընտրությունը միշտ առանձնացել է անմիջական ինտուիցիայով, բարձր պահանջներով և դերասանի ներքին ճշմարտությանը խորապես նայելու ունակությամբ։ Նա ոչ թե պարզապես դերաբաշխում է, այլ ձևավորում է կերպարներ, որոնք ամբողջ սերիալի բնավորությունն ու մթնոլորտն են որոշում։ Ելենա Արշակյանի ամենակարևոր կանոնը, որ դերասանն իր առաջին փորձից չի համոզում իմ սերիալում տեղ չունի։ Նա չի ենթարկվում հանրության ճնշմանը, չի ընտրում միայն հայտնի լինելու համար։ Նրան հետաքրքրում է դերասանի ուժը, ոչ թե նրա հանրաճանաչությունը։ Շատերն ասում են, որ նա կարող է երկրորդական դեր տալ սկսնակին, բայց մի քանի սերիայից հետո այդ դերասանը դառնում է գլխավոր հերոս, որովհետև Ելենա Արշակյանն իր աչքով նկատում է այն, ինչ մյուսները չեն տեսնում։ Ելենա Արշակյանի սերիալներում բացահայտվել են բազմաթիվ երիտասարդ դերասաններ, որոնք հետո դարձել են աստղեր։ Նա ունի յուրահատուկ մոտեցում երիտասարդներին, տալիս է բարդ տեսարաններ, ստիպում է դուրս գալ հարմարավետ գոտուց, չի խնայում քննադատությունը, բայց միշտ ասում է, որ դա դերասանի աճի համար է։ Միևնույն ժամանակ նա սիրում է նկարահանել նաև փորձառու դերասանների, ովքեր կարողանում են պահել սերիալի թափն ու տրամադրությունը։
Այս հեռուստասերիալում յուրաքանչյուր կերպար ունի խորքային պատմություն և դերասանները ընտրվել են ըստ այդ խորության։ Որոշ դերասաններ պրոֆեսիոնալ են, որոշները սկսնակ, բայց բոլորն էլ ընտրվել են բնավորությանը համապատասխան։ Նա իր թիմի հետ ամիսներով ուսումնասիրել է կերպարների հոգեբանությունը, որպեսզի յուրաքանչյուր դերասան հստակ համապատասխանի իր դերին։ Սաքոյի, Վռամի, Նարեի դերասանների ընտրությունն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հենց առաջին սերիաներից հերոսները սկսեցին ուղղակի գրավել հեռուստադիտողների սրտերը։ Ելենա Արշակյանի համար առաջնայինը սերիալի որակն է, ոչ թե անհատական հարաբերությունները։ Այդ մասին նա բազմաթիվ անգամ խոսել է իր հարցազրույցների ժամանակ սոցիալական ցանցերում հարցուպատասխանների ընթացքում։ Այնպես որ հետևեք «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի հերթական սերիաներին և ձեզ համար հետաքրքիր բացահայտումներ կանեք։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե որ դերասանն է ձեր կարծիքով միանալու «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի դերասանական կազմին և ինչպիսին է լինելու կերպարը՝ դրական թե բացասական։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։